4 տարի, 5 ամիս և 7 օր։ Նոր զոհեր ու վիրավորներ։ Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է։ Կիևի բնակիչներն ուշքի չեն գալիս գիշերվա արյունոտ տեսարաններից։ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ռուսական օդային հարվածների զոհերի թիվը հասել է 10-ի, 30 վիրավորների մեջ երեխաներ կան, ըստ ուկրաինական կողմի։ Ամեն ինչ վառվում էր, մենք բնակիչներով փորձում էինք օգնել փրկարարներին, հանգցնել կրակը, բայց մի տուն լրիվ վառվեց, այնտեղ հնարավոր չէր մտնել, մարդ փրկել։ Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ ռուսական բալիստիկ հրթիռներից Կիևում շենքեր են փլուզվել, մեքենաներ հրդեհվել։ Փրկարարները դեռ շարունակում են փլատակներից մարդկանց հանել։ Ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, անցած գիշեր Ուկրաինայի վրա արձակվել է 185 հարվածային ԱԹՍ, 35 հրթիռ, որից 27-ը բալիստիկ։ Զելենսկին վստահեցնում է, որ իր բանակին հաջողվել է խոցել բալիստիկ հրթիռներից միայն մեկը, քանի որ Ուկրաինան Միացյալ Նահանգներից այդպես էլ չի ստանում պատրիոտ հակաօդային պաշտպանության հրթիռներ արտադրելու թույլտվություն։ Ուկրաինայի նախագահը նորից է արևմտյան դաշնակիցներին դիմել։ Չափազանց կարևոր է, որ մեր գործընկերները հասկանան, մեզ այդ ամենը պետք է ոչ թե ինչ-որ տեղ պահեստներում ենթադրյալ իրավիճակների համար, այլ այստեղ եւ հիմա Ուկրաինայում Ռուսաստանին զսպելու համար։ Բալիստիկ հրթիռների դեմ պայքարը կփրկի մեր ժողովրդի կյանքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ նախկինում խոստանում էր թույլատրել ուկրաինացիներին իրենց երկրում արտադրել պատրիոտ հրթիռներ, հիմա կարծես փոշմանել է։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, թե ում ենք թույլատրում ունենալ դրանցից։ Դա շատ լուրջ բան է։ Պատկերացում չունեմ, երբևէ կհամաձայնենք նրանց թույլատրել դա, թե ոչ։ Հնարավոր է մենք նրանց սովորեցնենք արտադրել պատրիոտներ, հետո նրանք մի օր այդ զենքերն օգտագործեն մեր դեմ։ Պատմության մեջ քիչ է նման բան եղել։ Փաստորեն այս շաբաթ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ ավելի քան 1 ժամ բանակցությունների ընթացքում Զելենսկիին չէր հաջողվել համոզել Թրամփին, թեև հանդիպումից հետո լրագրողներին ասել էր գոհ է։ Լիլիթ Գասպարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։